Բարի օր, բարի լույս, սիրելի ռադիոլսողներ, շարժվում ենք առաջ։ Եվ իհարկե, ինչպես եւ խոստացել է երիտասարդ սերունդ, լավ տրամադրություն, լավ լիցքեր ու ամենակարևորը լիքը պոզիտիվ։ Սիրելի ռադիոլսողներ, տևական ժամանակ այս գեղեցկուհին բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում, այժմ գործունեությունը ծավալում է այստեղ Հայաստանում եւ ամենակարևորը իր հրաշալի լիցքերը փորձում է փոխանցել։ Շատ անգամներ մենք ունկնդրել ենք նրա զուգերքները, բայց տետատետ մեր առաջին հանդիպումն է, ինչի համար ես շատ ուրախ եմ, սիրելիներս, գեղեցկուհի Սոնա Լարան է մեզ մոտ տաղավարում, ես կարծում եմ շատ անգամներ դուք ունկնդրել եք նրա կատարումները, զուգերքները հենց մեր եթերից եւ այսօրը եւս մաքսիմալ պոզիտիվ է եւ մենք փորձելու ենք բացահայտել այս գեղեցկուհի երգչուհուն։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինչպե՞ս ես։ Ողջունում եմ բոլոր ռադիո լսողներին։ Շատ լավ Անկա ջան, դու ինչպե՞ս ես։ Շնորհակալ եմ։ Սոնա Լարա, ինչու՞։ Սա իհարկե թերևս կարծում եմ մեր ռադիո լսողներին կհետաքրքրի։ Դա նման է իմ անվանը, Անի Անկա, որ միշտ հարցնում են։ Հիմա ես 20 տարի ասում եմ, էլի կեսը հարցնում են, բայց գոնե այս անգամ քո տարբերակում մեկ անգամով ասենք եւ սահմանափակվենք։ Իմ տարբերակում բազմիցս շատ եմ լսել այդ հարցը։ Ինչու Սոնա Լարա։ Պատմությունը շատ երկար է, բայց փորձեմ հակերտ։ Հա, պատմել շատ կարճ։ Ուրեմն երբ որ նոր էի սկսում երգել, Սոնա ազգանունով չէի ուզում ներկայանալ, Սոնա Հակոբյան է ազգանունս։ Մտածում ենք տատիկիս հետ, մամաս էստեղ չի, իմ ծնողները Ռուսաստանում են, ես էստեղ տատիկիս հետ եմ, տատիկիս հետ ենք զբաղվել։ Տատիկ, ողջույն։ Ողջունում եմ քեզ, իմ սիրելի տատիկ ջան։ Իդեպ տատիկ բառը ինքը չի սիրում, տիկին Լաուրա։ Որովհետև որ իրեն տեսնեք, հաստատ տատիկի նման չի։ Ուրեմն տատիկիս հետ մտածում ենք, թե ոնց ներկայացնենք ինձ, ուղղակի Սոնա երգչուհի մենք ունենք, ում ես շատ սիրում եմ։ Սոնաներ ունենք։ Այո, Սոնաներ ունենք։ Մտածեցինք երկար բարակ ու որոշեցինք, որ ինչ որ կեղծանուն, բեմական անուն գտնենք եւ դա եղավ տատիկիս անունը։ Տատիկիս անունը Լաուրա է, ինչպես ասացի, Լաուրան դարձավ Լարա։ Ահա։ Եվ այդպես ես դարձա Սոնա Լարա։ Սիրելի Լաուրա, դերմագին ողջույններ ձեզ եւ երկրորդ կյանք է տվել, այսպես ասած, անվանը, բեմական որպես այդպեսին։ Նայեք, հետաքրքիր է այն, որ այսօր մենք երգչուհիների, երգիչների տենդենց որպես այդպեսին, հա, այնքան շատ է, որ անկախ մասնագիտական հմտությունից, կրթությունից դու կարող ես իհարկե երգել, բայց այդ ամենը շատերին հաջողում է, հաջողություն է բերում եւ նույնը հակառակը։ Կա մասնագիտություն եւ առաջին մասնագիտությամբ ով ես հետաքրքիր։ Մասնագիտությամբ հենց երգչուհի եմ, սովորել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում եւ երգի պետականում, նաեւ բախտ եմ ունեցել պարապել հենց Արտուր Գրիգորիչի հետ։ Այդքանը լավագույն դպրոցներից, այսպես ասած, ամենակարևոր հիմքը, հա, կարելի ասել անցել ես։ Ես ուզում եմ խոսենք համագործակցություններից, զուգերքներից, որպես այդպիսին, որոնք մեր եթերացանկում արկա են, Ավոյի հետ Ադամյան, եթե չեմ սխալվում, կա զուգերք, ինչպես ստացվեց համագործակցությունը եւ այդ երգը ըստ քեզ սիրվեց։ Կարծում եմ սիրվեց, որովհետև մեկնաբանություններում շատ լավ խոսքեր եմ կարդում, այո, եւ միայն սոցկայքերում չէ, բոլոր տեղերում, որտեղ որ մենք երգել ենք Ավո Ադամյանի հետ մեր զուգերքը, շատ ջերմ են ընդունել եւ սիրել են։ Կարծում եմ սիրված ստացված գործ է։
Դե ինչ մենք վայել ենք զուգերքը, վերադառնանք եւ իհարկե բացահայտենք երիտասարդ սերնդի նոր դրական պոզիտիվ գեղեցիկ ու կապույտաչյա երչույներից մեկին, ով իսկապես ինձ լրիվ հայուհու է հիշեցնում, այսպես ինչպես պատմության գրքերում է գրված, ինչպիսին են եղել առհասարակ հայերը։ Սոնա Լարան է մեզ մոտ տաղավարում, Տիկին Լաուրա, ջերմագին ողջույններ ձեզ։ Ջան, արավոտ, զանգարեք 011 36 39 07 Բարի գեղեցիկ օր, բարի գեղեցիկ լույս սիրելի ռադիո լսողներ, Սոնա Լարան է մեզ մոտ տաղավարում, շատ եք լսել, ու առաջի անգամ մեզ մոտ տաղավարում չէ, Ռաֆի հետ Ալթունյան, սիրելի ռադիո լսողներ, մենք համատեղ իհարկե հանդիպել ենք եւ ներկայացրել եւս իհարկե պրեմիերա, դուետներով կարծես թե մեկնարկը սկսվեց, դու Արթուրի հետ Արաքելյան երկու զուգեր կա չէ, եթե չեմ սխալվում, Ավոյի հետ Ադամյան ու այս ուղակի շատ լավ է, դրական է եւ շատ սիրվեց նաեւ, որովհետեւ մի տեսակ շատ սրտից, շատ սիրուց, այսպես շատ արդիական վերջին շրջանի համար, հա, հիմա որ այսպես շատ են լքում մարդիկ միմյանց, կարծես այդ սրտի երգը մի տեսակ դիպչած լիներ, բայց այնուամենայնիվ կա մի երգ, որը հատուկ է գրվել ու մենք այսօր շատ հատուկ պրեմիերա ունենք, ես ուզում եմ խոսենք հենց այդ երգի մասին ու շատ միստիկ է նաև այս ամենը, կարծում եմ այն մարդը, ով հիմա պիտի լսի, աշխարհում ամենից շատ ուրախանալու է եւ այս մենք առաջնահերթ քո թույլտվությամբ ես ուզում եմ մայրիկիդ գլխավորությամբ, բայց մենք նվիրենք բոլոր մեր զինվորների մայրերին առաջին այս կատարումը, մեր հերոսածին մայրերին նվիրենք այս կատարումը եւ իհարկե նաեւ շնորհավորենք մայրիկի ծննդյան տոնի կապակցությամբ ու եթերը հենց այնպես չէ, մենք հատուկ էինք այսպես ընտրել այսօրը, որպիսի պրեմիերան ներկայացնենք։ Խնդրեմ ասա ում հետ ես համագործակցել եւ տեսահոլովակ ունենալու է, կա ինչ փուլում է գտնվում։ Տեսահոլովակ կա արդեն, երգը YouTube-ում էլ կա։ Երգի հեղինակն է Ռաֆին Ալթունյան, մեր շատ սիրելի ընկերը, ում հետ միասին այդպես որոշեցինք հատուկ մայրիկիս համար, մայրիկիս ծննդյան օրվա համար այդ երգը գրենք եւ պրեմիերա անենք։ Շատ լավ, շնորհավորում ենք, մաղթում երկար ու ձիգ տարիների կյանք եւ հենց քո առաջին ռադիո հանդիպումը իմ շատ սիրելի, մեր շատ սիրելի Ռաֆի Ալթունյանի հետ համատեղ է եղել այստեղ, որ հյուրընկալվել եք եւ ուզում եմ նաեւ խոսենք պրոդյուսերական աշխատանքից, աշխատանք, որ այսպես կատարվում է, կա համագործակցություն, որովհետեւ այնուամենայնիվ երբ որ դրսից ես գալիս, ուզում ես այսպես քեզ հանդիպեն մարդիկ, աշխատես եւ ճիշտ հիմքով, հա, այսպես ասած, լինես, կան մարդիկ, որոնց հետ որ համագործակցում ես։ Դեռ չկան, բայց լինելու են համագործակցություններ շատ կան եւ համագործակցելու եմ Եղոյան Խաչիկի հետ։ Եղոյան Production, մեր շատ սիրելի տաղանդավոր հրաշալի ռեժիսոր Խաչիկ Եղոյանը, ով ոչ միայն լավագույն համերգների ռեժիսորներից մեկն է հանդիսանում, այլ նաև տարիներ շարունակ ներկայացրել է բազմաթիվ տեսահոլովակներ։ Ես համոզված եմ, որ լայնածավալ աշխատանք եք ներկայացնելու։ Հիմա լսենք մայրերին վերաբերող մի գեղեցիկ կատարում, քո մեկնաբանությամբ վերադառնանք ու եզրափակենք մեր եթերը։ Ջան, պրեմիերա։ Ջան, արավոտ, զանգարեք 011 36 39 07 Բարի գեղեցիկ օր, ինչքան էլ սեր տանք մեր մայրերին միանշանակ քիչ է, մայրիկդ լսել է այս կատարումը արդեն։ Իհարկե։ Ապրումները։ Մայրիկս չգիտեր, որ սենց այսպիսի անակնկալ ենք իր համար պատրաստել։ Առավոտյան մտնում է YouTube, ու քուրիկս 10 տարեկան քուրիկ ունեմ, Պուճուրիկ, իր անունն է Լաուրա։
Լաուրաների մի ամբողջ, այսպես ասած, գետաստան ունեք դուք։ Իդեպ մի բան էլ ասեմ, նոր շարունակեմ, տատիկիս հետ միշտ կռիվ էի անում, վիճում էինք, որ ինչի իմ անունը Լաուրա չես դրել, բայց արի ուտես, որ տարիներ անց Սոնա Լարա, ես էլ դարձա Լաուրա։ Ահա, շատ լավ։ Սոն հետաքրքիր է, մայրիկն է թե հայրիկի։ Մայրիկի։ Ահա, շատ լավ, շատ հատուկ կապվածություն կա կարծես տատիկի։ Այո, մեկ այլ այսպես հատուկ տիեզերքի կենտրոն։ Ես կարծում եմ, որ մենք անպայման դեռ տատիկի հետ կհանդիպենք ու ինձ թվում է տատիկի համար էլ մի հատ երկ պիտի պարտադիր գրվի։ Այսքանից հետո ես կարծում եմ, որ հաջորդիվ դա պետք է լինի։ Մայրիկի արձագանքը բուրըներ տեսավ։ Մայրիկի արձագանքը քուրիկս բացեց ու ասում է «Мам, смотри, у Курик новая песня». Վախ։ Ու այդպես sense մամաս ու քուրիկս միացնում են, մաման շոկի մեջ, որ այ քեզ բան, էս ինչ երգ է, ինքը բոլոր երգերից տեղյակ է միշտ լինում։ Միացնում է, լսում է ու քուրիկս է պատմում, բայց դա հետո ինձ օրվա ընթացքում, որ Курик ռուսերեն է խոսում։ Мама включила твою песню. И она плакала. 2 раза послушала и начала плакать. Потом целый день в машине слушала и опять плакала. Եվ այդպես շարունակ։ Նախ շատ գեղեցիկ ես երգել, նախ շատ գեղեցիկ ես, շատ բեմական ես, շատ դրական ես։ Ես սիրելի ռադիո լսողներ պիտի ասեմ, մեզ էլ հաճելի է, երբ գալիս են մարդիկ, ովքեր իսկապես բանիմացիան ես ամենից տեղյակ են եւ դու այնուամենայնիվ ամենակարևորը բացահայտում ես ու այստեղ զգում ես որ լավ հիմք կա ու շարունակությունը կարծում եմ լավ սիրուն երգերի դու հիմա կերտման փուլում ես հիմքերի փուլում ես ու ես համոզված եմ որ դու ունենալու ես հենց քո այցեքարտային կատարումը եւ դա բավականին մոտ է որովհետեւ կարծես թե նոտաներ վերցնելու խնդիր չկա ես այսպես ելևեջների մեջ հասկացա որ եւ 6-8 չափի կարող ես երգել եւ դանդաղ ու գեղեցիկ սիրային կատարումներ եւ կարծում եմ քեզ ժամանակի ընթացքում ժողովրդական կատարումների մեջ կարող ես փորձել ու փորձարկել ոճային համադրությունները շատ կարեւոր են հետաքրքիր է որն է լինելու հաջորդ կատարումը որովհետեւ իհարկե սիմվոլիկա գեղեցիկ մայրերի մասին կատարում ինքը շատ սիրուն է շատ լավն է եւ կարող է նաեւ հա լինել հիթային ու դու առհասարակ այն կերպարներից ես, որ բավականին էպոտաժային է ու հաստատ բեմը սիրելու է, բայց հաջորդիվ կա արդեն ստեղծված մտքում կատարում եւ ինչի մասին է լինելու։ Ճիշտն ասած, երգերը շատ են, նոր երգերը չթողարկված։ Ահա։ Հաջորդ կատարումը, որը որ ներկայացնելու եմ, դա կլինի ոսկե աշնանը, նոր երգ եմ ներկայացնելու եւ ուզում եմ հենց այդ օրը պրեմիերա անենք։ Շատ տրամադրություն փոխանցող ռիթմիկ երգ է։ Ով է հեղինակը։ Հեղինակ Հայկ Գևորգյան, Հարութ Թիզյան եւ գործիքավորում Էդգար Ալեքսանյան։ Շատ լավ, բավական հետաքրքիր մարդկանց հետ ես աշխատել, ովքեր շատ տարբեր գունային մտածողություններ ունեն, այսպես ասած, երաժշտական, եւ կարծում եմ, որ համադրությունը բավականին հետաքրքիր է լինելու։ Իսկ տվյալ երգը ունենալու է տեսահոլովակ։ Դա դեռ քննարկումների, բախումների փուլում է, այսպես ասած, լավ առումով։ Շատ բարի, ես կարծում եմ, որ պրեմիերան ոսկե աշունից հետո մենք առաջինը կներկայացնենք ռադիո ջան, ռադիոկայանի եթերում եւ դու այսուհետ մեր պաշտոնական ընտանիքի լավ մասնիկներից մեկն ես լինելու եւ առանց մեզ ոչ մի պրեմիերա Սոնա Լարա հիշեք այս գեղեցիկ հետաքրքիր միստիկ անունը որտեղ մենք այսպես փոքրիկ բացահայտումներ ենք կատարում եւ անպայման պիտի խնդրեմ երգչու պաշտոնական էջին եւս միանաք սիրելի ռադիո լսողներ YouTube-յան channel-ին ինչպես նաեւ Instagram-յան Facebook-յան հարթակներում եւ
պրպտեք ու հասկանաք ինչքան հետաքրքիր դրական իր երկերի պես թեթև երկչուհի է եւ հիշենք, ես կարծում եմ, որ բավականին հետաքրքիր վերելքներ մենք ունենալու ենք եւ քանի որ մեր ռադիոկանը միշտ գրանցում է, հա, այդպիսի լավ հաղթանակներ երաժշտական, քո տարբերակում եւս այդպիսին կլինի։ Լսենք մի շատ սիրուն զուգեր Արտուր Առաքելյանի հետ, հա, վերադառնանք եւ փորձենք եզրափակել այսօրվա սիրունագույն եթերը։ Ջան, արավոտ, զանգահարեք 011 36 39 07 Սոնա Լարան է մեզ մոտ տաղավարում, այս կատարումը շատ սիրված է, այս կատարումը TikTok-յան բոլոր թրենդներում եւ ռեքերում կար եւ եթե չեմ սխալվում, հիշողությունս չի դավաճանում, մոտավորապես այն 10 միլիոն դիտում է ունեցել, ճիշտ է։ Կմտածեիր, որ այս զուգերքը կունենա այսպիսի հաղթանակ, որովհետեւ սա underground-ային դուետ է, այսինքն դու փողոցում կարող ես ռադիո հաղորդավարի պես պտտվել, քեզ ոչ մեկ չճանաչի, բայց բոլորը լսում են այս կատարումը։ Ես այս կատարումը առաջին անգամ Միացյալ Նահանգներում հենց իմ ընկերուհիների կողմից եմ լսել, ասացին կանչել ես այս երգիչներին, հյուր ասացի ոչ։ Ու մի քանի անգամ անկեղծ ճանապարհին մենք ունկնդրել ենք ու շատ սիրուն էր, այնտեղ էլ է շատ սիրուն հնչում, այսպես պիտի ասեմ։ Կմտածեիր, որ այս երգը կունենա այսպիսի հաջողություն, որը քեզ իհարկե տետատետ անձնապես քայլելուց այսպես դու չես ճանաչվի, բայց բոլորը այդ մասին կերքեն։ Հենց սա է եղել, ահա։ Լսում էի այս երգը ու ինձ թվում է բոլորը դա կհաստատեն իմ խոսքերը, այո, որ դա այդպես է եղել ու այդ պահին ինձ համար դա մի ուրիշ աշխարհ էր։ Եվ հարցիդ էլ պատասխանեմ Անկա ջան, կարծում եմ, այո, մենք բոլորով ամբողջ թիմով ստեղծագործական մտածում ենք, որ այս պրոյեկտը հաղթանակ կունենա, որովհետև այս պրոյեկտի շուրջ հավաքված են եղել շատ տաղանդավոր մարդիկ, թե հեղինակները, թե իմ լավ ընկեր Արտուր Առաքելյանը, հեղինակներն են Վարդան Գալստյան, Հարութ Թիզյան եւ Մարտին Միրզոյան։ Ախաչարաճճիները։ Տեսահոլովակն էլ նկարահանել է Վահե Հարությունյանը։ Ֆանտաստիկ։ Այո, որը որ փոխանցել է այդ երգի տրամադրությունը, միտքը եւ մենք հասել ենք մեր հաղթանակին, ես կարծում եմ։ Այո, այնպիսի անուններ հնչեցին, ժամանակի այս շրջանի ամենահիթային ու բարեբախտաբար հիմք ստեղծող երգի հեղինակներ են, եւ ռեժիսոր, եւ իհարկե գործիքավորող, հիանալի է դա, ու այստեղ մի բան պիտի փաստեմ, շատ հավանեցի այս ֆրազը եւ այստեղ երգի թատրոնի հոտը եկավ, որ ես չեմ արել հայտնի դառնալու համար, ես առաջին հերթին գործս կատարել եմ, որպեսզի այն իհարկե գեղեցիկ ստացվի եւ մարդկանց սրտից լինի, ու երգը երբ որ երգչից փոկվում է, գնում է դեպի հանդիսատես ու չի դառնում երգչի սեփականությունը, արդեն այդտեղ հաղթում է։ Իրականում շատ հաճելի էր բացահայտել քեզ, ու այս երկրորդ եթերը շատ ավելի այլ կերպ էր կարծես, թե մենք փորձեցինք մաքսիմալ հայ ռադիո լսողին տալ են իհարկե գեղեցիկ տպավորությունները, որը քո ներսում կա, հաճախ իհարկե հարցազրույցների շրջանակներում այնքան սխալ են մեկնաբանվում երգիչները, որ ժողովրդի կարծիքը միշտ շատ հակառակն է լինում։ Ես իմ առաքելությունը կայանում է նրանում, որ մենք ներկայացնենք, մեծարենք, սիրենք, գնահատենք հենց իրենց սկզբնական փուլից մինչև շարունակություն, որովհետև միշտ այդ նեգատիվը, միշտ բացասականը, միշտ խնդիրները
այսպես կծողական հարցերը կան եւ ինձ այդ ամենը դուր չի գալիս, լրագրողական այդ մոտեցումը դուր չի գալի։ Ես ուզում եմ, որ մեր այս փոքր երկրում մենք կարողանանք մերոնց իհարկե շատ ավելի ճիշտ ու գեղեցիկ ներկայացնել։ Ես չգիտեմ որքանով է այդ ամենը ինձ մոտ ստացվում կամ գուցե շատ-շատերը կասեն, գրողը տանի չի ստացվում ընդհանրապես, բայց ես փորձում եմ սիրելի ռադիո լսողներ ամեն կերպ վերհանել մեր երգիչներին, որպեսզի այս աղավարից երբ որ իրենք դուրս գան, այնքան մոտիվացված լինեն, քանի որ հարյուրավոր անգամներ եղել են, որ այստեղից դուրս են եկել ու մտածել են մենք սիրված ենք, ինչ լավ է, գնանք նոր երգ ստեղծելու, ես ուզում եմ այդ մոտեցումը մշտապես լինի։ Շնորհակալություն քեզ մեր հրավերը չմերժելու համար, շնորհակալություն վաղ առավոտյան անգամ ինձնից շուտ 1 ժամ շարունակ ինձ հանդուրժելու համար, 1 ժամ շուտ այնքան այսպես պատասխանատվություն ունենալու համար, ուզում եմ այդ ամենը շարունակվի, ես էլ օրինակ վերցնեմ այդ պատասխանատվությունից, մաղթում եմ թանկագինս քեզ ամենայն բարիք եւ ուզում եմ, որ այս տաղավարում մենք շատ ու շատ անգամներ այսպիսի սիրուն քննարկումներ ունենանք։ Ինչ ես մաղթում մեր ռադիո լսողներին։ Մաղթում եմ, որ ինչպես որ դու ասացիր, Անկա ջան, սիրենք իրար եւ թող այդ սերը շատ-շատ լինի։ Դա իրոք պակասում է այսօր մեր կյանքում։ Շատ լավ, շնորհակալություն քեզ։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Դե ինչ սիրելի ռադիո լսողներ, մեզ հատկացված սիրունագույն ժամանակը մոտեցավ իր ավարտին։ Հաղորդման 2 հատվածներն էլ բաղկացած էին բավականին եւ բացահայտող, եւ սիրված, եւ դրական, եւ սիրունագույն երգերով։ Ես Անկան եմ, կհանդիպենք։ Ջան, պրեմիեր